Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություններ են արել։ Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը, գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին եւ որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղուվարման համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ինձ համար շատ կարևոր էր եւ մեր պատվիրակության համար լսել ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին եւ այն քաջալերող խոսքերը, որ դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Ես չեմ թաքցնի եւ դուք դա գիտեք, իհարկե ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։
Մինչև այդ կայացել է Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպումը, նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը։ Դոնալդ Տուսկը ողջունել է վարչապետի պաշտոնական այցը, համոզմունք հայտնել, որ այն նորազդակ կհաղորդի հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։ Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ գործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում որպես Եվրամիության անդամ պետություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել Լեհաստանի հետ բազմակողմ գործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի աջակցությունը, հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատման գործընթացին, TRIP-ի իրականացման ընթացքին, նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։ Վարչապետն այցելել է միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությանը, ընդգծել, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության շրջանակի մասին համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի, Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին։ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով, եւ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, եւ ես կասեի հետևյալը. խաղաղությունը հիմա հետազոտվում է, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ, ուսումնասիրել, քանի որ գիտեք, խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած մենք չենք ունեցել խաղաղություն, եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին է այն։
Եվ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է, կարող ենք ասել։ Ինչ խնդիրներ դեռ մնում են, որոշ մարդասիրական խնդիրներ եւ այլն, քաղաքական, տնտեսական եւ այլն։ Բայց մենք համոզված ենք, որ մենք հաջողության կհասնենք եւ կլուծենք եւ արդյունքի կհասնենք եւ կլուծենք այդ խնդիրները։ Իսկ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին։ Հարցերի շրջանակը լայն էր, ռուսական ռազմաբազայի ներկայությունից խորհրդարանական ընտրություններ, ինչպես է հաղթահարվելու ընտրություններին օտարերկրյա հնարավոր միջամտությունը, քանի որ կան աճող մտահոգություններ, այս մասին հարցրել են Նիկոլ Փաշինյանին։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսներ կան, պնդումներ եւ այլն, որոշակի գործելակերպեր, կահառելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք, բայց մյուս կողմից ինչպես վարվել։ Ինձ համար մնում է մի բան, անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել, ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է, երևի ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինել։ Եթե հաջողության հասնենք, իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։ Շարունակենք, Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բաքվի մասնակցությունը որևէ մակարդակով չի սպասվում։ Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ Իլհամ Ալիևի մայիս ամսվա խիտ գրաֆիկը եւ ժամանակացույցով նախատեսված աշխատանքը նման այց չեն նախատեսում։ Հիշեցնեմ, եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է 2025-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Այդ մասին կառավարության նիստում ասել է նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն էլ Լեհաստանից ներկայացրել է զեկույցի կարճ նախաբանն ու մի քանի մեկնաբանություն արել։ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով։ Արձանագրվել է բարձր տնտեսական աճ 7.2%, ինչի արդյունքում 2021-ից 25 թվականներին հնա միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ։ Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, որ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%-ով, այսինքն կրկնակի ավելացել են պլյուս 35%, եւ բնական հարց կծագի, բա ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։
եղել է հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 եւ ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհանուր մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել, բայց այսօր ընդամենը զեկույցի նախաբանն է ուզում ներկայացնել եւ արձանագրել, որ առաջիկայում 2025 թվականի գործունեության զեկույցի մասին խոսելու առիթներ թերևս էլի կունենանք եւ այս եւ բազմաթիվ այլ փաստերի մասին լրացուցիչ կխոսենք։ Որ եկամուտները հայտարարագրման ենթակա չեն, կառավարությունը սահմանել է տեսակներն ու շեմերը։ Էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ֆինանսների նախարարն է մանրամասներ ներկայացրել։ Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից սպասվող, նվազեցվող, չհաշվարկվող եկամուտները։ Ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերն ու թոռները։ Միաժամանակ սահմանվել է, որ կառավարությունը իրավասու է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր։ Նիստի մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել։ Առաջարկում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Ժառանգությամբ ստացված դրամական միջոցները հասկանալի է, բայց գույքը լավ չհասկացա, պարոն նախարար, կներեք էլի մի հատ բարձաբանեք։ Սովորաբար ժառանգությամբ ստացված գույքը նաև ստացողի գնահատմամբ, որ գնահատվում եւ հայտարարագրվում է։ Այդտեղ եթե անշարժ գույքի մասին խոսք գնա մոտարկված արժեքը դեր ունի, թե անձը ինքնուրույն է գնահատում։ Ինքնուրույն գնահատում է։ Մեր սովորական աշխատող են մեծամասնության համար, ըստ էության բացի աշխատավարձից եւ այն վճարներից, որ մենք խոսում էինք, այլ ինչն է, որ իրենք պետք է ինքնուրույն ավելացնեն դրա մեջ, կարող ենք թվել, որ մի քիչ ավելի հասկանալի լինի։ Ամբողջ տեղեկությունը չի, որ մենք տիրապետում ենք եւ այնտեղ կա տեղեկություն, որը պետքա քաղաքացիները իրենք լրացնեն եւ սա ոչ միայն այդ նպատակն է հետապնդում, այսինքն հայտարարագիր ներկայացնելու, այլ նաեւ այդ եկամուտները հայտարարելու, որովհետեւ նախկինում մենք ունեինք կառուցակարգեր, որտեղ այդ այլ եկամուտները նույնպես պետք է հարկվեին, բայց չկար պլատֆորմ, որտեղ դա կարելի էր իրականացնել, այսինքն մարդը թղթային պետքա գնար պեկ չրդիմում լրացներ, ասել ես այսքան եկամուտ եմ ստացել եւ այլն, այսինքն սա նաեւ, այսինքն բացի ամեն ինչից ինքը նաեւ բարձեցնում եւ մատչելի է դարձնում այդ այլ եկամուտների ստացման հայտարարումը եւ դրա հարկերի վճարումը, իդեպ դրա մասով նաեւ ունեցել ենք հավելյալ եկամուտներ անցած տարի, որը եթե չեմ սխալվում 4 միլիարդ դրամից մի փոքր ավել է եւ կարծում եմ, որ այս պլատֆորմի հետ աշխատանքը եւ այդ փաստաթուղթը հետագայում այլ նպատակներով օգտագործելը կարող է նաեւ հետաքրքիր գործիք լինել մեր քաղաքացիայի իրավական հարաբերություններում նաեւ։ Անհատ ձեռնարկատերերը, ովքեր կամ անձիկ, ովքեր ինքնազբաղված են, տաքսի մեքենա են վարում, 3 տարի առաջ, եթե այդ մարդը ցանկանար իր եկամուտները հայտարարել, պիտի գնար պեկ լրացներ հայտարարագիր եւ հայտարար։ Հիմա միացել է պեկի հարթակին, ինքն աշխատի եղանակով, ամեն ամիս կամ չգիտեմ ինչ բարբերականությամբ, որ դա նախատեսված է, համ իր հարկերն է վճարում, համ այդ հարկերը վճարելու հետ միասին նաեւ հայտարարում են եկամուտները, որից այդ հարկերը վճարել է։ Այսինքն այդ եկամուտները հայտարարելու համար նույնպես առանձին եկամուտների հայտարարագիր գրելու կարիք չի լինի եւ պեկը իր ներքին
տվյալների շտեմարանների միջև կամուրջներ գցելով այդ տվյալները կտեղափոխի դեպի անձի հայտարարագիր։ Հետևաբար սա մի շարունակական գործընթաց է, որտեղ մենք ստանալու ենք բոլոր լուծումները թվային եղանակով։ Եթե մենք այսօրվա տեսանկյունից նույնիսկ չենք պատկերացնում, թե որոշակի հանգամանքներում ոնց կարող ենք այդ տվյալները մշակել եւ կոնսոլիդացնել, վստահ եմ, որ 2-3 տարի հետո այդ խնդիրը ընդհանրապես չի լինելու։ Տրամաբանությունը շատ պարզ է, երբ որ ամբողջ ծածկույթը լինի ռեզիդենտ ֆիզիկական անձհարկատուների, այլևս ստվերային եկամուտը լեգալիզացնելու ճանապարհը փակ է լինելու, որովհետև հիմա եւ ինքը եթե ամբողջական չի, դեռևս ենթադրենք հիպոթետիկ հնարավոր է ասել, որ այս մարդուց նվեր եմ ստացել կամ այս մարդուց փոխառություն, բայց երբ որ ամբողջական է լինում, արդեն չի ստացվում դա անել, որտեղ այն մարդու հայտարարագրում չկա տենց եկամուտ, որը հնարավոր է նվիրել։ Ես կարծում եմ մոտավորապես սխեմատիկ էսա մեր ռազմավարությունը, որը լավ առաջագնում եւ ես կարծում եմ լավ արդյունքներ է տալու։ Ապամոնտաժվել են կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր, նաեւ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Ապոլինի կառուցված քոթեջները։ Շինությունները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել։ Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ ապամոնտաժվել էին ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի Ապոլինի կառուցած Սևանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակն ու այլ շինություններ։ Այսպիսով 2025-ի դեկտեմբերից մինչև այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 25 հողամասում քանդվել է Ապոլինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական 65 շենք-շինություն, Սևան ազգային պարկի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Տաքսու վարորդների հետ քննարկել են մտահոգությունները, լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն է հայտարարել, նշել, որ որոշ հարցեր արդեն գիտեն ինչպես են լուծելու։ Հաջորդ շաբաթ եւս հանդիպումներ են նախատեսված։ Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են on-line պլատֆորմներից եւ նրանց հետ քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց շատ մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է Yandex պլատֆորմին կամ այլ պլատֆորմների եւ ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այդպես էլ այս մեր քաղաքացիները մեր համար կարեւոր են եւ մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ, ինչ վերաբերում է եւ ելի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու, մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք ինչպես ենք լուծելու, օրինակ կենսաթոշակային հարցերը, մյուս հարցերը։ Իմ համար տարօրինակ այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտություն է, հա, այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց ըստ էության նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով ինչ որ փորձում է քաղաքական դիվիդենդներ քաղել, չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել եւ չլուծել, եւ երկրորդը պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին, բոլոր այդ բարձրացած հարցերը նայել իրականության մեջ։ Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա համադրելի հարց, օրինակ մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար ու գործընթացը կշարունակենք, իդեպ շատ բաներ արդեն փոխված են եղել մինչև մեր այդ հանդիպումը եւ այն ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք, պետությունն էլ իր կողմից այդ առողջության ապահովագրության հարցերը, որոնք որ ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կենսաթոշակային հարցերը, որոնք էլի ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կփորձի լուծել։ Պետությունը Yandex-ի հետ որպես խոշոր ըստ էության ներկայացուցիչ, ՏՏ ոլորտի հարաբերվում է, այնպես չի որ չի հարաբերվում եւ մեր գործընկերները աշխատում են նրանց հետ, հիմնականում մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը եւ նրանց հետ էլ քննարկումներ իհարկե կլինեն, նրանք են շահագրգռված հարցերը լուծելու մեջ։ Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ այն ռեժիմներով, որոնք հայտարարել է Վիոլիա ջուրը։ Այդ մասին ասել է ջրային կոմիտեի նախագահն անդրադառնալով Վիոլիա ջուր ընկերության կայացրած որոշմանը, համաձայն որի Երևանի եւ մի քանի մարզերի որոշ հասցեներում ջրային գրաֆիկի 24-ժամյա ռեժիմը փոխվել էր։
Արամաստ Ղալամքարյանը հայտնել է, որ ջրային գրաֆիկի փոփոխություններն իրենց հետ համաձայնեցված չեն եղել։ Հայաստանն ունի սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին եւ Վիոլիա ջուրը չի խաբում, երբ ասում է ամռան ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չի կարողանում ապահովել։ Հարցն այն է, թե այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պետք է լինի, ասել է կոմիտեի նախագահը։ Հիշեցնեմ, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը որոշում էր կայացվել կասեցնել Վիոլիա ջուր ընկերության հրապարակած ժամանակացույցի գործողությունը։ Վիոլիան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վիոլիայի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Ինչ է տեղի ունենում ամառվա ամիսներին։ Դե հարցը տվեցիք, սպասեք պատասխանեմ, էլի։ Ինչ է տեղի ունենում։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածով 24% ջրի նվազում։ Հենց ջրաղբյուրներում, պատկերացրեցիք, չէ՞։ Միևնույն ժամանակ, սպասեք ավարտեմ։ Միևնույն ժամանակ ինչ ունենք Երևանում։ Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, նոր տնտեսվարողներ ունենք։ Ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ, ճիշտ է, ունենք նոր բաժանորդների շատ մեծ քանակ։ 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել են 2025 թվականին։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Իրանի հետ շփումներից այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար, բայց պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է գործողությունների նաև այլ տարբերակներ։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։ Նա շեշտել է, որ նախկինում իրենք ականատեսն են եղել նրա, թե ինչպես է իրանական կողմը շարունակում աշխատանքները միջուկային զենքի ստեղծման շուրջ։ Ինչպես նախագահը բազմիցս հայտարարել է, նա ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց իհարկե նախագահը ունի նաև այլ տարբերակներ, եզրափակել է Վենսը։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ հունվարին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է մինչև 400 զինվոր, առնվազն 2000 քաղաքացիական անձ դարձել է անմեղ զոհ։ Անդրադառնալով ամերիկյան կողմի պնդումներին, թե Իրանը չարիքի եւ ահաբեկչության բուժման վայր է, որտեղ սպանում են մարդկանց, Փեզեշքյանը ասել է. «Երեք Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանը կազմակերպել է 32000 մարդու զանգվածային սպանություն։ Մենք տրամադրել ենք վիճակագրություն եւ նույնիսկ նշված անձանց անձնագրերի համարները։ Ամեն ոք, ով պնդում է ավելի բարձր թվեր, պետք է ապացուցի դա։ Ավելին, հայտարարված թվերից ավելի քան 2000 մարդ անմեղ զոհեր են, 300-ից 400-ը զինվորականներ, որոնք սպանվել են օրենքը եւ կարգը պաշտպանելիս»։ Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ։ Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման եւ հիպերինֆլյացիայի պատճառով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Զելենսկուն, պահանջելով վերսկսել Դրուժբա խողովակաշարի աշխատանքը։ Դուք արգելափակել եք նավթամուղը, որը վճռորոշ նշանակություն ունի Հունգարիայի էներգամատակարարման համար։ Ձեր գործողությունները հակասում են մեր շահերին եւ վտանգի տակ են դնում հունգարական ընտանիքների հուսալի եւ մատչելի էներգամատակարարումը։ Հետևաբար ես կոչ եմ անում ձեզ փոխել ձեր հակահունգարական քաղաքականությունը, գրել է Օրբանը X սոցիալական ցանցում։ Օրբանը մեղադրել է Զելենսկուն Հունգարիային հակամարտության մեջ ներքաշելու փորձի համար եւ ընդգծել, որ Բուդապեշտը պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար եւ մտադիր չէ ֆինանսավորել ռազմական գործողությունները։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բուդապեշտը նավթամուղի հետ կապված իրավիճակի պատճառով արգելափակել է հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը եւ Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը։ Մոսկվան եւ Կիևը փոխանակել են զոհված զինվորների մարմիններ, հայտարարել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ 1000 զոհված զինվորների մարմիններ հանձնվել են Ուկրաինային, 35 զոհված զինվորների մարմիններ հանձնվել են Ռուսաստանին, հավելել է Մեդինսկին։ Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Այնուհետև Մոսկվան Կիևին վերադարձրել է 1000 զոհված ուկրաինացի զինվորների, 26 ռուս զինվորների մարմինների դիմաց։ Ինչպես դեկտեմբերին հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Ուկրաինային է հանձնել ավելի քան 11000 մարմին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարում ներկայացրած զեկույցում հայտնել է Հարավային Կորեայի հետ որևէ տեսակի կապերից ամբողջական հրաժարման մասին, հերթական անգամ ընդգծելով երկու տարբեր եւ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների սկզբունքը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ Հարավային Կորեայի հետ հարաբերություններում ոչինչ չի մնացել, իսկ եթե նույնիսկ մնացել է, ապա միայն սառը հաշվարկը ելնելով Հյուսիսային Կորեայի շահերից։ Նա հավելել է, որ նրանք չեն հանդուրժի Սեուլի կողմից ցանկացած առճակատման գործողություն կամ ոտնձգություն ինքնիշխանության եւ սահմանադրական իրավունքների նկատմամբ։ Նաեւ կառավարությունը չի պատրաստվում կառչել Հարավային Կորեայի հետ երկխոսությունից եւ համագործակցությունից, որոնք երկար ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց անիրատեսական լինելը, հավելել է Կիմ Չեն Ընը։ Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը փետրվարի 26-ին ժամանել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ մոտ 1 ժամ մնալուց հետո հեռացել է առանց որևէ մեկնաբանություն տալու լրատվամիջոցներին։ Նախորդային Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտնել էր, որ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, վրացական ԻՄԵԴ-ի եւ Post TV հեռուստաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների հետ կապված։ Նախարարը նշել էր, որ վրացական կողմը կպահանջի բացատրություն, թե ինչ հիմքով է կայացվել այդ պատժամիջոցները կիրառելու որոշումը։ Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց ԻՄԵԴ-ի եւ Post TV հեռուստաընկերությունների դեմ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ակտիվների կառավարման հետ կապված ֆինանսական ծառայություններ մատուցելու արգելք եւ տնօրենների որակազրկում։ Բրազիլիայի հարավ-արևելյան Մինաս Ժերայս նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ ջրհեղեղների եւ սողանքների պատճառով մոտ 3600 մարդ տարհանվել է Ժուիս դե Ֆորա եւ Ուբա քաղաքներից, որոնք գտնվում են միմյանցից մոտ 110 կիլոմետր հեռավորության վրա։ 21 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ սա քաղաքի պատմության մեջ ամենաանձրևոտ փետրվարն է եղել, որտեղ տեղումների քանակն արդեն կրկնակի գերազանցել է ամսվա համար ակնկալվող քանակը։ Բրազիլիայի դաշնային կառավարությունը հայտարարել է, որ արագացրել է տարածաշրջանում մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործողությունները, ուղարկելով առողջապահական գործակալներ եւ ազգային պաշտպանության մասնագետներ։ Արմինե Գևորքյան, Update լրատվական։ Վիճաբանություն եւ ծեծկրտուկ Լոռու մարզում փետրվարի 22-ին ժամը 22:40-ի սահմաններում քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա ընկնելու հետևանքով ակնագնդի տրավմատիկ վնասված կախտորոշմամբ Վանաձոր բուժկենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի 38-ամյա բնակիչը։ Քիչ անց 45-ամյա բնակիչ գլխի գագաթնակունքային կոտրվածք ձախից կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք վնասվածքով տեղափոխվել է բուժկենտրոն։ Շամշյանի տեղեկացմամբ Վանաձորի ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել։ Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Հոսպիտալացված քաղաքացիները եղբայրներ են։ Հայտնաբերվել է մեթամֆետամինով 56 փաթեթ, ոստիկանության հերթական բացահայտումը։
Քերիական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի 29-ամյա մի տղամարդ Telegram հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում եւ իրացնում է թմրամիջոցներ։ Քերիական ոստիկանները փետրվարի 20-ին իրացրին տեղեկությունը։ Ժամը 11:55-ին Երևանի Թամանցիների փողոցի հարակից հատվածում նրանք ձերբակալեցին տղամարդուն եւ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց սև ժապավենով 23 փաթեթ, ընդհանուր ավելի քան 56 գրամ քաշով։ Մարդու փաթեթներում մեթամֆետամին էր, որը ձեռք էր բերել Telegram հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով իրացնելու նպատակով։ Նախաձեռնվեց քերիական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության արդյունքում տարբեր թաքստոցներում հայտնաբերվեց օտարերկրացու տեղադրած եւս 33 փաթեթ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշն ավելի քան 87 գրամ էր։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ COP17 համաժողովին ընդառաջ Vega ընկերությունը LG-ի առաջատար կլիմայական լուծումներով ներգրաված է Meridian Expo կենտրոնի տեխնիկական արդիականացման գործընթացում։ Փոխհմբռնման հուշագիր են կնքել Vega World-ն ու Meridian Holding ընկերությունները LG Electronics Gulf-ի մասնակցությամբ։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ Meridian կենտրոնը լայնածավալ վերանորոգման եւ տեխնիկական արդիականացման փուլում է։ Կենտրոնի օդափոխության եւ կլիմայական համակարգերի արդիականացումը վստահվել է Vega ընկերությանը, որն LG-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ ներգրաված է համակարգերի մատակարարման ու ներդրման գործընթացներում։ Մեր համար բացի այն, որ մեծ պատիվ է, նաեւ բարձր պատասխանատվություն է լինել ոչ միայն մատակարարող կողմ, այն նաև լինել տեղադրման ինստալացիոն աշխատանքների կազմակերպիչ եւ պատասխանատու։ LG ընկերությունը շատ հայտնի է աշխարհում եւ հանդիսանում է առաջատարը օդափոխության համակարգերի մեջ, իսկ Vega ընկերությունը, որը ավելի շատ հայտնի է շուկայում որպես կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառքի առաջատար, հիմա մտնում է նաեւ նոր ոլորտ, որտեղ մենք ներկայացնում ենք նաև պրոֆեսիոնալ համակարգեր business to business ոլորտում, ինչպես տեղադրման աշխատանքների, ապրանքների ներմուծման, նաև հետագա սպասարկման եւ աշխատանքի անխափան ապահովման գործընթացում։ LG VRF տեխնոլոգիաները կապահովեն արդյունավետ, էներգախնայող եւ ճկուն կլիմայական կառավարում, լիարժեք համապատասխանելով միջազգային խոշոր համաժողովների տեխնիկական եւ գործառնական պահանջներին։ Գործընկերության ամրապնդման նպատակով Red Bridge Երևանում Vega World ընկերությունն ու Meridian Holding-ը LG Electronics Gulf-ի մասնակցությամբ փոխհմբռնման հուշագիր են ստորագրել։ Հաստատուղթը սահմանում է կողմերի համատեղ մտադրությունը ներդնելու ժամանակակից HVAC լուծումներ, որոնք կնպաստեն կենտրոնի տեխնոլոգիական զարգացմանը, գործառնական արդյունավետությանը եւ COP17 համաժողովի պատշաճ կազմակերպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա փուլերն ու COP17-ի տեխնիկական պատրաստվածության հետ կապված հարցեր։ Մեզ համար շատ կարևոր է այս համագործակցությունը Vega ընկերության հետ, քանի որ Vega ընկերությունը հանդիսանում է Հայաստանի լավագույն ընկերություններից եւ օդափոխության համակարգում եւ մնացած մասերով եւ ինչպես նաեւ կարեւոր է LG ընկերության ներկայացուցիչների հետ մեզ ծանոթացումը։ Մենք վստահել ենք Vega ընկերությանը, քանի որ ինքը լավագույններից է եւ տեսել ենք իրենց աշխատանքը այլ համագործակցության շրջանակներում եւս եւ ցանկացել ենք շարունակել այդ աշխատանքը վստահելով այս մեծ կարևոր միջոցառումը։ Meridian Expo կենտրոնի տեխնիկական արդիականացումը նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը որպես միջազգային խոշոր համաժողովների անցկացման համար ժամանակակից եւ վստահելի հարթակ։ Եվ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ից աստիճանաբար կնվազի 8-ից 12 նիշ, փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերն առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։